Հրար։ Հրար։ Չդիմացել վերջը։ Շատ հետաքրքիր է, երբ գալիս եմ, սկեսուր մայրիկը տունը չի։ Չէ բուժումների է գնում։ Չգիտեմ ինչ բուժումներ են, այս ընտանիքում ավանդույթ է տանը չմնալը։ Հա դե վատ է, քո համար հանգիստ ապրի էլի։ Հենց էլ անում։ Երկար է մնալու։ Չգիտեմ։ Ինչ բիզնես ա դնում, ինչ ա անում։ Չոր կլինիկա է տղա հետ ուզում բացի։ Լավ չի։ Ինչ ես անհանգիստ։ Անհանգիստ չէ։ Գևի ու Արևիկի երազանքներն են։ Օհ, Պարզ է։ Այս տնից կյանքում այդ աղջկա անունը չի վերել։ Լավ։ Ձյան դու ասել ես չէ Գևին, որ արդեն բուժումներից սկսում ես, որ քեզ երեխա է պետք, որ ուզում ես ունենալ։ Համել ինձնից քեզ խորհուրդ լավ կլինի, միասին բժշկի գնաք անալիզները տակ միասին, համել կուրախանա։ Բայց դու համենայն դեպս անընդհատ այդ թեմայով խոսի, հա։ Հաստատ ասա, որ սկսել ես բուժումդ։ Ասել եմ։ Եվ։ Վա ինչքան հարցեր ես տալիս Լյուսի։ Լավ ես չեմ հասկանում, ինչի ագրեսիվացիա։ Հարցեր մի տուր Լյուսի մի խոսը։ Գնա։ Քեզ ով ասեց գնաս, նստի մնա նստած։ Բա ի՞նչ է կատարվում քեզ հետ։ Ոչ մի բան չի կատարվում Լյուսի, վատ եմ, շատ վատ դրության մեջ եմ հայտնվել։ Չգիտեմ ինչ եմ անելու, ահա որ վատ դրության մեջ եմ հայտնվել, ամեն ինչ կորցնելու եմ, եթե սեն շարունակվի, շատ վատ եմ։ Բայց ես քեզ չեմ հասկանում։ Հրաչ արտնացի, հրաչ ես ինչա, հրաչ ես ինչա, ես եմ կեզ արցնում, ես ինչա, հրաչ ով է ես մարդը, ով է ես մարդը արցնում եմ, ինչ է եղե գիշերը, ով կերով եք եղե, ով է եղե բացի ձեզանից, ես կնած էի, Ախր ես քեզ խնդրել եմ մնաս, դու ինչ ես դուրս եկե, ինչ ես խմե։ Չգիտեմ։ Ես Հրաչ հասկանում ես մեռել է այս մարդը։ Մեռել է հասկանում ես։ Հա։ Ես չեմ հիշում։ Ես չգիտեմ, կնած էի։ Այսօր Ավայ Հրաչ Ես ինչ
Ալո։ Գև մենք արդեն ճանապարհին ենք, դուք որտեղ եք։ Ուզում եմ միասին մտնենք Աննայի մոտ։ Ոնց է երեխեն Արև։ Հիմա արդեն լավ է։ Մանկատանում մի քիչ լացեց մամային էր ուզում։ Հետո ճանապարհին հանգստացավ քնել։ Դուք ուր եք հասել։ Արև մենք չենք գալու։ Ոնց։ Այսինքն ես գնում եմ ոստիկանություն Հրաչին են տանում։ Գև ինչ ես խոսում։ Առավոտ գնացի Հրաչի տունը չէր, եկա այն վագոնը հիշում ես որ եկել էի։ Եկ առավոտ մտանես տեսա խմած ներսանգածա կողքն դիակ կար։ Գև ինչ ես խոսում։ Արև չգիտեմ ոչ ման չեմ հասկանում, ինքը բացարձակ բան չի հիշում, ահա որ վատ վիճակում է, հիմա կգնամ իրանց հետ կտենամ ինչա կատարվում։ Գև ես հիմա Աննային ինչ ասեմ։ Ասա խնդիրներ ա եղել, բայց սպանության մասին ոչ մի խոսք չասես։ Դե պարզ է որ ոչ մի խոսք, բայց երեխեքին ինչ ասեմ, առավոտից Աննան սպասում է, հիմա էլ Արմանը։ Արև ինչ անեմ։ Միակ հույսն է որ Հրաչը կապ չունենա այդ սպանության հետ։ Գև իսկ եթե Արև լավ Աննային բացատրի որ խնդիրներ կա, խնդրում եմ ես էլ չեմ կարող խոսամ հեռախոսով։ Շատ կոր հասնենք։ Չէ, բալես, ասա հասնում ենք։ Հիմա ինչ եմ ասելու Աննային։ Ես քեզ շատ էի կարոտել։ Ես էլ կյանքում քեզ մենակ չեմ թողնի։ Մի հատ այս ջուրը խմի հանգստացի։ Չեմ ասում։ Խմի ասում եմ։ Չեմ ուզում։ Մեծ պատմի տեսնեմ ինչ ա եղել։ Ինձ թվում էր վերջապես ամեն ինչ լավալուս։ Վերջապես իմ ու Գևի հարաբերությունները կարգավորվում են ու հայտնվում է Դավիթը իր շանտաժներով։ Դավիթը։ Ես թակարդում եմ լույս։ Ես դարձել եմ Դավիթի ձեռքի խաղալիքը։ Ես քեզ ասում էի, չէ՞ պետք չի քեզ
իրան այդքան վստահել։ Ասում էի, չէ՞։ Դու գիտես ինչի եմ էդ արել, գիտես։ Ձյաննա, ես չեմ հասկանում, օտար բժիշկ չկար, որ թղթերը դասավորեր։ Օտար մեկը չկար, որի այդ հաճույքները բավարարեիր կամ վրեժ լուծեիր։ Օտար մեկը չկար, որ Գևորգի ընկերը չլիներ, որ ամեն օր ձեր տուն չգար չգնար։ Ես քեզ 1000 անգամ եմ ասել, հեռու մնա այդ Դավիթից։ Ասել եմ, թե չէ։ Ի սկզբանե էլ Դավիթից դուր չի եկել ու դու լավ գիտես։ Մեռալ իրա պարտքերը փակելով, աղջիկ ջան, ուշքի արի մի հատ։ Կլինի գլխիս քարոզ չկարդաս լուս, հա։ Ես քեզ ասում էի։ Լավ, որ շանտաժ անում։ Դիմացը ինչ է պահանջում։ Ինձ լուս, ինձ չի ուզում ինձնից հրաժարվի, չի ուզում դադարեցնի մեր հարաբերությունները, ինձ ա ուզում։ Ուրեմն Գևորգին պատմի ճշմարտություն։ Ինչ պատմեմ, որ ես քնել եմ քո ամենամոտ ընկերոջ հետ, հա։ Ու հետո քո ամենամոտ ընկերը ինձ բռնաբարել, հա, այդ պատմեմ։ Ինչ ես խոսում։ Դու հասկացար ինչ ես խոսում։ Հա, լուս հասկացա, ինքը ինձ բռնաբարել է, լուս ես գնացել եմ, որ նրա հետ խոսեի ու դադարեցնեի մեր հարաբերությունները։ Դու լուրջ ա։ Անասուն հա դա, ես չեմ հասկանում։ Չես կարա վախեցնես այդ անասունին գոնե։ Ինչով վախեցնեմ։ Բոլոր խաղաքարտերը նրա ձեռքում են, ինչով վախեցնեմ լուս։ Երբ ուզում գալիս ա մեր տուն, ասում ա, որ Գևին կպատմի, փող ա ուզում ինձնից։ Արդեն լրիվ ստորության սահմանները անցնում ա։ Այդ սահման չունի էլ։ Հիմա ստիպված եմ ամեն ինչ անել լրան լռության դիմաց։ Ձյաննա, ես քեզ վաղուց էի ասում։ Բայց դու քո կապրիզների պատճառով ընկար ես թակարդը։ Դու հիմար աղջիկ ես, հիմար աղջիկ։ Գնա ալի լուս, խնդրում։ Ես քեզ շատ եմ ուզում օգնեմ, բայց լուրջ ես չգիտեմ քեզ էլ ինչով օգնեմ։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ քո համար։ Ես կասեմ, վերքաց ու գնա։ Ու կգնամ, Ձյաննա։ Գնա ու կյանքում էլ չզանգես ինձ ու մոռացի իմ մասին։ Մեծ ձայնդ կկտրես։ Հավաքի քեզ մի հատ։ Հերիք եղավ։ Դու չես մեծանա կյանքում, Ձյաննա։ Չես մեծանա, նույն հիմար աղջիկն ես մնալու, հիմար։ Ու երբ որ հանկարծ ես քեզ պետք լինեմ, Ձյաննա աղջիկ, մի հատ վերլուծի ես ամեն ինչը նոր զանգի։ Հիմար։ Պետք չես լինի։ Երեխեք, ո՞նց եք։ Պապան դեռ չի եկել։ Անջան, այսօր պապան երևի էլ չի գա։ Ինչի։ Դրա մասին հետո կխոսենք։ Մենք այսօր ստեղ ենք մնալու։ Չէ, Արման ջան, ես քեզ հիմա հետ պիտի տանեմ մանկատուն։ Ես չեմ ուզում եմ մնամ ստեղ։ Արման, հիմա կարևորը այն է, որ դու գիտես որտեղ եմ ես ու ես գիտեմ, թե որտեղ ես դու։ Ու մեր պապան էլ մեզ հետ է։ Ես մամայս եմ ուզում։ Երեխեք։ Ինչ լավ է եկար։ Ո՞նց եք։ Լավ։ Գևորգ։ Մի վախեցի, Գևորգը լավն է։ Ակո անուն ինչ է։ Որտեղ է պապան։ Անուն խոսենք լավ։ Ինչ որ բան է եղել։ Նորմալ է, ամեն ինչ նորմալ է, խոսենք։ Բժիշկի ես Արմանին պիտի արդեն տանեմ։ Լավ։ Չեմ ուզում ես գնամ մանկատուն, խորիկ ասա ինչի տարել։ Դե ոչինչ Արման, դու պետք է այսօր գնաս, որ վաղը գաս, չէ։ Արման հիշում ես, չէ։
մեզ ինչ էր ասում։ Քանի պապան մեր կողքին չի, դու պետք է չէ մեզ պաշտպանես, Արման դե մի լացի։ Դե մի լացի, տղամարդը չի լացում, չէ։ Արման դու ուժեղ ես, չէ, չպետք է լացես։ Դու շուտ չպետք է լացես։ Արի դե հիմա հագնվի գնանք։ Ես խոստանում եմ, քո մոտ անպայման կգամ։ Ագար չէ կուրի։ Հա, անպայման կգամ քո մոտ ու քեզ կտանեմ։ Ես քեզ շոտ։ Ես շոտ։ Արման, պետք է հագնվես գնաս, որ վաղը մենք էլի իրար տեսնենք։ Տևեց չարմանել մի լացի։ Ես անպայման կարու եմ քո հետևից։ Ես քեզ բազելու եմ։ Արիոն տա։ Մենք գնացինք։ Անլսի մատ լուրջ բան ունեմ քո հետ խոսալու, բայց պիտի վստահ լինեմ, որ դու մեծ մարդու նման կլսես ու կհասկանաս։ Հա, ես պատրաստ եմ։ Պապադ հնարավոր է ինչ-որ ժամանակ չկարողանա գա քո մոտ։ Էլի վատ է զգում իրան հնարվա նման։ Չէ, հնարվա նման վատ չի զգում, ուրիշ բան ա եղել։ Դու մենակ հանգիստ, լսի մինչև վերջ, լավ ինչ եմ ասում։ Կարաս։ Հա, ես պատրաստ եմ։ Ես գիտեմ, որ ինքը լավ չի, բայց ես իրան կօգնեմ։ Նայի հիմա խնդիրը ինչու՞մ է։ Պապադ հիմա ոստիկանությունում է։ Բայց շատ հնարավոր է, որ ինքը ընդհանրապես է տեղած անցանքի հետ կապ չունի։ Ընդհանրապես հասկանում ես, ու իրեն շատ շուտով բաց կթողնեն։ Լսում ես։ Ինչ արել։ Կարևոր չի ինչ է եղել։ Ամենակարևորը հիմա այն է, որ դու քեզ հավաքես, դու արդեն ընտանիքդ գտել ես ու գիտես, որ ես քեզ կօգնեմ, չէ՞։ Գիտես, չէ՞ Աննա։ Ապերիներս գտե, պապային էլ։ Մամային էլ կգտնենք։ Ուր է մամաս։ Դու ասում էիր, որ ինքը Արմանի հետ հեռու տեղ է գնացել։ Բայց որ Արմանը մանկատանն էր, ուրեմն ինքն էլ երկրում է, չէ՞։ Այսինքն դու ինձ կապել ես։ Արևիկն ասես, որ դու ինձ կասես ամեն ինչ։ Աննա, մամատ հիմա բուժվում է։ Ինքը հիմա հատուկ հսկողության տակ բուժվում է։ Ինչ բուժում։ Հատուկ մարդկանց մոտ, մի հատ հատուկ տեղ, իր մոտ մարդ չեն թողնում հիմա։ Բայց ոչինչ, ինքն էլ կլավանը, մամային էլ կտեսնես անպայման։ Ինքը իմ պատճառով չէ պատրացել։ Չէ, բալես քո պատճառով չի։ Որովհետև գիտի, որ ես մահացել եմ։ Ինչի ինձ չես տանում մամայիս մոտ։ Որովհետև մամայիդ մոտ հիմա ոչ ոքի չեն թողնում։ Չի կարելի։ Ժամանակը կգա, կգնաս կտեսնես մամային։ Հիմա մի փոքր պիտի համբերես Աննա, լավ։ Կարևորը գիտես, չէ՞, ծնողներդ կողքդ կլինեն։ Աղբերը դրա կողքդ։ Ամեն ինչ նորմալ կլինի, արդեն ամեն ինչ ուղղվում է։ Ես գիտեմ, որ ամեն ինչ ուղղվելու է։ Ես կդիմանամ ու էլ չեմ լացի։ Ես ուժեղ եմ։ Ապրես։ Հանգստացի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ես հավատում եմ։ Ես նորից ընտանիք կունենամ։ Դիանա, ինչ է կատարվում այստեղ։ Ում ետևից ես բարձ շպրտել։
Քեզ հետ եմ խոսում, Դիանա, Գևորգի հետ ես վիճել։ Ես ինձ վատ եմ զգում։ Գևորգի հետևից ես բարձր շպրտել։ Նրա հետ ես վիճել։ Աղջիկ ջան, խոսեր, ինչ ես պապանձվել։ Կամ շատ լուրջ պատճառ կա, որ այդպես վիրավորել եք միմյանց, կամ ժամանակն է, որ ես փոխեմ քո մասին իմ կարծիքը։ Կներեք, ես չեմ կարող խոսել։ Չէ, դու հոգեբանի կարիք ունես։ Պարզվում է, որ տղաս այդքան էլ մեղավոր չէ։ Դու հիստերիկ ես։ Դու պետք է գնաս բժշկի։ Ես Գևի հետ չեմ վիճել։ Շատ լավ գիտես, որ ինձ դուր չի գալիս, երբ տղայիս Գև ես ասում։ Ինչ է կատարում այստեղ Դիանա։ Ես քեզ չեմ ճանաչում։ Կարծես նոր Դիանա լինի իմ առջև կանգնած։ Եվ ես սկսում եմ քեզ արդեն հակակրել։ Այո, պարզվում է, որ տղաս այդքան էլ մեղավոր չէ։ Կներեք, ես ի վիճակի չեմ խոսել։ Ես դեռ խոսում եմ։ Կներեք։ Հիմա կարող ես գնալ։ Եվ հավաքիր քեզ, լավ։ Կարելի է։ Հա, ներսապատ։ Կանչել էիք։ Հա, արև մատ բան եմ ուզում խնդրեմ, որ ուրիշ ոչ ոքի չեմ կարող վստահեմ։ Հա, ասա, ինչ պիտի անեմ։ Հիշում ես չէ պիտի իրավաբանի հետ հանդիպեի Աննայի։ Այսօր չեմ կարող հանդիպեմ ես իր հետ, բայց նշանակած աուրը վիրահատություն ունեմ, ուզում եմ գնամ այդ հրաչի գործով հետաքրքրվեմ։ Իմ փոխարեն կգնաս։ Ես չգիտեմ, ավելի ճիշտ չի լինի դու հանդիպես, դու ավելի լավ տեղյակ ես գործին, լավ կներկայացնես։ Նորմալ, ամեն ինչ նորմալ կլինի, դու Աննայի գործից տեղյակ ես։ Ոնց որ կա, տենց էլ պատմի։ Կանես։ Լավ, եթե քեզ պետք է, ես կհանդիպեմ։ Ես քեզ ես այցեքարտը կտամ ու հեռախոսի համարը գրի, լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուզում տեղեկանամ Հրաչ Դավթյանի գործից ինչ որ տեղեկություն կա, երբ եմ բաց թողելու։ Ես ձեզ որևէ տեղեկություն չեմ կարող ասեմ, քննիչի հետ պետք է խոսեք։ Իսկ ոնց կարամ տեսնեմ քննիչին։ Հիմա կուղեկցեմ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արևիկը դուք եք։ Հա։ Այք Սիմոնյան, իրավաբան։ Սիմոնյան, ուղղակի կարող եք Հայկ ասել։ Շատ լավ։ Անցնենք գործին։ Գևորգ ասաց, որ տեղյակ եք գործին։ Այո, տեղյակ եմ պատմությանը, կարող եք չմանրամասնել, բայց ներկայացրեք իրավիճակը։ Հա, ուրեմն երեխան Աննան, որ ներկայացել է որպես Մարի, հիմա մեզ մոտ է հիվանդանոցում ու վիճակը բավարար է, մենք պիտի դուրս գրենք երեխային, բայց մտավախություն ունենք, որ մանկատուն կտանեն։ Երեխան էլ ոչ մի կերպ չի ուզում մանկատուն գնալ։
Ոնց հասկացա, երեխան ծնողներ ունի։ Ծնողներ ունի, բայց շենքի փլուզումից հետո Աննան ներկայացել է որպես Մարի։ Իսկ Մարին եղել է Աննայի ընկերուհին, որը որ ապրում էր տատիկի հետ, ու այդ շենքի փլուզման ժամանակ համ Մարին, համ տատիկը զոհվել են ու ոչ մի ուրիշ բարեկամներ չունեն։ Իսկ ինչու չի ասել ձեզ այդ մասին։ Աննայի հայրը արտագնա աշխատանքի ամեկնած եղել երկար ժամանակով ու մայրը որպեսզի երեխաները չնեղվեն ինչ-որ նամակներ, գումար հոր անունից ուղարկել է։ Հետո Աննան ճիշտ ասած մանրամասները չգիտեմ ոնց իմացել է ու մորից նեղացել է ու վրեժ լուծելու համար թե ինչ այդ ամբողջ պատմությունը մավան հետ կապված հորինել է։ Բարզա։ Հիմա ամբողջ խնդիրը նրանում է, որ Աննայի մայրը երեխայի մավան լուրը իմանալուց հետո հոգեբուժարանում է հայտնվել ու շատ ծանր վիճակում է։ Իսկ հայրը։ Հայրը պարզվում է այս ամբողջ ընթացքում երեխայի հայրը քաղաքում է եղել։ Ուղղակի ընտանիքի հետ կապի մեջ չի մտել։ Բայց Գևորգը գտել է այդ մարդուն, ճիշտ է շատ վատ վիճակում է, խմում է, տուն չունի, բայց մենք դիմել ենք բոլոր համապատասխան մարմիններին ու երեխան հոր հետ արդեն հանդիպել է։ Բայց իմ ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ մարդը ձերբակալված է։ Ես չգիտեմ ինչ է եղել, փողոցում կռիվ արել թե ինչ ու հիմա բանտում է։ Իսկ Աննայի վիճակը հիմա լավ է ու մենք նրան երկար հիվանդանոցում պահել չենք կարող, պիտի դուրս գրենք։ Եթե դա ձեզ հետաքրքրում, անկասկած երեխային կտանեն մանկատուն։ Իսկ հնարավոր չի։ Հասկանում եք, մայրը հոգեբուժարանում է, հայրը ձերբակալված է։ Մինչև մայրը չբուժվի եւ մինչև հորը ազատ չարձակեն, երեխաներին նրանց չեն տա։ Եվ եթե նույնիսկ հորը ազատ արձակեն, միևնույն է դատարանը նրան երեխաներին չի վստահի, մինչև չունենա աշխատանք եւ ամենակարևորը բնակարան։ Իսկ եթե տոն ու աշխատանք ունենա։ Դա եթե տոն ու աշխատանք ունենա, դատարանը միգուցե այդ դեպքում վստահի երեխաներին արդեն հորը։ Բայց հիմա ամենակարևորը հոր գործն է։ Ես պիտի հասկանամ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու են ոստիկանություն տարել եւ ինչով կարող եմ օգնել նրան։ Կասկածյալը ձեր հարազատն է։ Կասկածյալը։ Ներկայիս դրության պահի։ Չէ, ուղղակի ծանոթ է ու ուզում եմ իմանալ ինչ նորություն կա իր բաց կթողան։ Ուղղակի ծանոթ եք։ Չէ, ես իր աղջկա բուժող բժիշկն եմ, իսկ հրաչ ուրիշ հարազատ չունի։ Ծանր դեպք է։ Այսինքն երկար կպահեն։ Ինչև չպարզվի ինչ ա եղել իրականում, ոչ ոքի բաց թողնել չեն կարող, հետաքննություն է գնում։ Ու դեռ շատ քիչ բան է հայտնի։ Պաստորեն, սպանության մեջ հրաչին են մեղադրում։ Չգիտեմ ինչքանով ձեզ կօգնի, բայց ես այդ վագոնը մի քանի անգամ եղել եմ ու ագին մարդագնում գալիս այդտեղ։ Ու հնարավոր է հրաչի ուղղակի հարբած քնած եղի ու ընդհանրապես կապ չունի սպանության հետ։ Սա ընդամենը վարկած է, բայց ոչ հավանական։ Գործը դժվարացնում է այն, որ այդ մարդը ոչինչ չի հիշում, ոչ մի բան։ Նա ավոր վիճակում է եղել։ Ու շատ հնարավոր է, որ հենց ինքն էլ սպանել է ընկերոջը։ Նման դեպքեր շատ են լինում։ Մի շիշ օղու համար նման մարդիկ պատրաստ են իրար կոկորտ կարծել։ Որսը։ Կռիվ է եղել։ Ենթադրվում է, որ նրանք երկուսով չեն եղել վագոնում, բայց փաստը մնում է այն, որ սպանվածի կողքին գտել են հրաչին։ Ուրիշ ոչ մի ապացույց, որ կերքի նրա մասնակցությունը սպանության մեջ։ Այնպես որ մինչդեռ մանրամասները քննվում են, հրաչը կմնա այստեղ որպես ամենահավանական կասկածել։ Լավ չի։ Նման մարդկանց ճակատագրերը միշտ իրար նման է։ Դժվար չի կռահել, թե ինչ կլինի հետո։ Ամեն դեպքում շնորհակալ եմ ինֆորմացիայի համար։ Ես իմ համար ձեզ թողեմ, եթե ինչ-որ բան պետք լինի գործի հետ կապված, ցուցմունք տա, չգիտեմ, ինչ-որ պետք լինի դուք ինձ զանգեք։ Խորհուրդ կտայի ձեզ չխառնվել նման գործերին։ Բժիշկ եք, ձեր գործով զբաղվեք։ Ամեն դեպքում զանգեք։
Ուջուր ջան, ինչ ես լացում։ Ես էլ եկել եմ, որ գնանք միասին քայլելու։ Ես ոտքերս չեմ զգում։ Ո՞նց չես զգում։ Ան մի հատ մի լարվի ինձ ասա զգում ես ինչ-որ մի բան։ Չէ, ոչ մի բան չեմ զգում։ Մի հատ հիմա աշխատի բարձրացնես ոտքերդ, շուտ արա։ Չեմ կարող անի։ Մի հատ ուժ հավաքի ու բարձրացրա, խնդրում եմ բարձրացրա։ Չեմ կարող։ Ան հիմա չես զգում ոչ մի բան։ Գնա բժշկի կանչի։ Ես ուզում եմ իր հետ խոսամ։ Հա, հիմա կկանչեմ, բայց դու մի հատ հանգստացի, լավ, մի լարվի, հա, կլինի մի վայրկյան սպասի։ Հիմա բան չես զգում։ Լավ, մի հատ հանգստացի, հիմա Բան հանգստացի, հենց հիմա ես բժշկի կկանչեմ, մենակ դու պարկի հանգիստ, լավ։ Բժիշկ, 5-րդ պալատի երեխան իրեն լավ չի զգում։ Աննան ինչ է եղել։ Չգիտեմ, երեխան վախեցած է ու ասում է, որ ոտքերը չի զգում բացարձակ։ Երբ է սկսվել։ Այսօր, մինչև այսօր նորմալ էր, ամեն օր այս ժամին քայլելու էինք գնում միասին։ Մի հատ իր վիրահատությունից հետո արած ռենտգենի թղթերը բեր։ Շուտ։ Լավ։ Աննա, քեզ լացում ինչ է եղել, հանգստացի էլ է։ Չեմ զգում ոտքերս, չեմ կարող քայլեմ։ Միլացի, ինչ է կատարում, հլա ասա, ինչ է զգում։ Չեմ զգում ոչ մի բան։ Դե սպասի, միլացի, մենակ միլացի, թող ստուգեմ։ Հանգիստ։ Չեմ կարող։ Ցավում ես ինձ։ Չեմ ուզում պապաս ինձ սենց տեսնի։ Հանգստացի, խնդրում եմ։ Չեմ զգում։ Հանգիստ, սպասի։ Իսկ սենց։ Չեմ զգում, չեմ կարող, ես էլ պապաս ինձ սենց չպետք է տեսնի, օգնին, ես չեմ կարող։ Հանգստացի, լսի ինչ եմ ասում, եթե վիրահատությունից հետո քայլել ես, ուրեմն ամեն ինչ նորմալ է, լսում ես, կքայլես, հանգստացի։ Չեմ զգում ոչ մի բան, չեմ կարող էլ քայլեմ, չեմ կարող։ Խոսք եմ տալի, կօգնեմ, մենակ հանգստացի, Աննա, ինձ լսի, ինձ նայի, հանգստացի։